Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։ Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Միայն հյուսիս-արևելյան Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ 3 արկ եւ ձեռքի հակատանկային նռնականետ 2 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ-Հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որի մասնակցում էր Հայ-Հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության ղեկավարմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Ղարաբաղյան պատերազմի, այս վերջին հանգրվանի պատերազմի մեջ այսօր երևում է մեղմացումներ, բայց դա մեզ չպետք է հանգստացնի։ Մենք մեկ անգամ եւս սթափվելու առիթ ունեցանք։ Պետք է հասկանանք, որ Հայաստան եւ Արցախ տնտեսությունը, կրթությունը, մշակույթը, հարաբերությունները ամեն ինչ պետք է կառուցվեն, կազմակերպվեն պատերազմի վտանգը նկատի ունենալով, պատերազմից խուսափելու ամենալավ ձևը պատերազմին պատրաստ լինելն է, այս հասկացողությամբ։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ միայն այս ձևով է, որ զիջումը քաղաքականություն չենք դարձնի։ Զիջումի համար մթնոլորտ չենք ստեղծի մեր մեջ, որտեղ երբ մենք զիջումը համար մթնոլորտ ենք ստեղծում մեր մեջ, անընդհատ պատրաստվում ենք ավելի մեծ զիջումի։ Մենք պետք է հակառակը մտածենք, մենք պետք է հաղթենք։ Մենք պետք է հաղթենք, եթե պետք է կռվելով, բայց ավելի լավ է, որ մենք պատրաստ ենք այնքան, որ չպարտավորվենք կռվենք։ Փոփոխություն կատարելով համապատասխան որոշման մեջ կառավարությունը հանձնառավ վճարել ԼՂՀ ժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 3-րդ խմբի հաշմանդամների, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուների բնակարան բնակելի տուն ձեռք բերելու նպատակով կնքած գործարքի արժեքի, այսինքն ստացած հիպոթեկային վարկի մինչև 20%-ային կետի չափով կանխավճարը։ Նախկինում այդ գումարը տրամադրվում էր վերադարձման պայմանով, հիմա կտրամադրվի անհատույց։ Նույն կատեգորիայի քաղաքացիների նախկինում վերցրած հիպոթեկային վարկի տոկոսները արդեն իսկ ֆինանսավորվում են սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից։ Կանխավճարի վերադարձի արտոնությունը տարածվելու է ապագա պայմանագրերի վրա։ Նախկինում տրվածները ոչ, որ պահին կնքվում է եռակողմ պայմանագիր, այդ պահից էլ սկսում է փոխհատուցումը։ Որոշումն ընդունվեց, բայց լիազոր մարմինը նույն կարգավիճակն ունեցող բոլոր քաղաքացիների համար ավելի արդարացի պայմաններ ապահովելու համար շարունակելու է ուսումնասիրությունները եւ նոր առաջարկներ է ներկայացնելու։ Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ կատարեց նաեւ պետական կենսաթոշակների մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին գործող որոշման մեջ, մասնավորապես սահմանելով, որ աշխատանքային կենսաթոշակները կվերահաշվարկվեն աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակները հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակների չափերը փոփոխելու դեպքում։ Մեկ այլ որոշմամբ հստակեցվեցին մի շարք սոցիալական խմբերի շրջանակները, ցանկերը եւ սահմանվեցին նրանց տրվող պարգևավճարների նոր չափեր, դրանց վճարման հանգամանքները։ Բարձրացնել հետևյալ կատեգորիաների անձանց տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը։ Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին 31,000 դրամ, գործող 17,000 դրամի փոխարեն։ Զինվորական կենսաթոշակ ստացող հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ՈՒԽՍՀ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին 12,000 դրամ, գործող 8,000 դրամի փոխարեն։ Եվ երրորդը աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ՈՒԽՍՀ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին 12,000 դրամ, գործող 5,000 դրամի փոխարեն։ Սոցպաշտպանության բնագավառին վերաբերող հերթական որոշումը բխում էր ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի պահանջներից, սահմանելով դրա կիրարկման կարգը։ Որոշումների մի փաթեթ վերաբերում էր հանրային հատվածում հաշվապահական հաշվառման վարման առանձնահատկություններին։ Մի քանի որոշումներով գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման կարգը հստակեցվեց։ Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության դոնորների
ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների ու սաղմի պահպանման կարգն ու պայմանները։ Հավանության արժանացավ ԼՂՀ Շուշիի շրջանի մի շարք համայնքներում բազմամյա խոտաբույսերի մշակության 2016 թվականի ծրագիրը։ Առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի շրջանի մի շարք համայնքներում առաջնահերթ իրականացնել 50 հեկտար չափով կերային բազմամյա խոտաբույսերի ցանց 2016 թվականի գարնանը եւ աշնան ընթացքում։ Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ նախատեսվեց, որ հողօգտագործողը պետք է վերադարձնի իրեն տրամադրված սերմի արժեքը, եթե տվյալ տարվա գարնանը եւ աշնանը մշակաբույսի, տվյալ դեպքում կորնգանի ցանց չի կատարել։ Կառավարության մեկ այլ որոշմամբ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներին համապատասխանող համարանիշներում, բացի գործող տառերից, կթույլատրվի օգտագործել նաեւ G եւ X տառերը։ Պարզվում է, որ մոդայիկ համարների սիրահարները բավականին շատ են եւ անցած տարվա ընթացքում դրանց վաճառքի արդյունքում պետական բյուջեը փոխանցվել 27 միլիոն դրամ։ Լուսինա Ավանեսյան, Մերժա Մարտիրոսյան, օր։ Հացահատիկայիներին սպառնացող հիմնական վտանգը հրդեհն է։ ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հակահրդեհին անվտանգության միջոցառումների ուղղությամբ ծառայության կողմից իրականացված աշխատանքների քննարկմանն ու անելիքներին։ Խորհրդակցությունը վարում էր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Արթուր Հարությունյանը։ Մասնակցում էին արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը, շրջանների փրկարարական ստորաբաժանումների պետերը, ծառայության պատասխանատու սպաներ։ Ծառայության տնօրենը մասնակիցներին ներկայացրեց անցած շաբաթ հանրապետության հացահատիկայինների արտեր կատարած շրջայցի մասին, որի նպատակն էր որոշել հրշեջ հենակետերի քանակն ու դրանց տեղակայման վայրերը։ Ելնելով նպատակահարմարությունից, այս տարի հանրապետության հացահատիկայինների դաշտերում կտեղակայվի 13 հենակետ նախորդ տարվա 22-ի փոխարեն։ Կնվազի հենակետերի քանակը, փոխարենը կավելանա հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկների թիվը։ Հերթապահությունը կիրականացվի կենտրոնացված յուրաքանչյուր հենակետում երկուական մարտական հաշվարկով։ Ինչպես նշեց ծառայության տնօրենը, այս տարի հանրապետությունում հացահատիկայինների տարածքները նախորդ տարվա համեմատ ավելացել են 10,000 հեկտարով, ինչը լրացուցիչ ջանքեր կպահանջի անձնակազմից հրդեհների դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար։ Փոխհամագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն այս տարի էլ կաջակցի բերքահավաքին։ Պայմանավորվածության համաձայն 10 հրշեջ մեքենա կգործուղվի Արցախ նախորդ տարվա 5-ի փոխարեն։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արթուր Հարությունյանը ներկաների հատուկ ուշադրությունը հրավիրեց նաև բերքահավաքի մասնակիցների անվտանգության հարցերը։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ստորաբաժանումների պետերը զեկուցեցին հակահրդեհային անվտանգության ուղղությամբ շրջաններում իրականացված աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով։ Կատարված աշխատանքի մասին զեկուցեցին նաև ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատուները։ Լսելով զեկույցներն եւ իմի բերելով դրանք, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը համապատասխան հանրահարականներ տվեց ներկաներին, պահանջելով բոլոր ջանքերը ներդնել առաջադրված խնդիրները պատշաճ իրականացնելու եւ անկորուստ բերքահավաք կազմակերպելու նպատակով։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին օր ծրագրի համար։